Արդեն 17 օր ադրբեջանական բանտում հացադուլանող Ռուբեն Վարդանյանի ամերիկացի փաստաբանը հայտարարում է, Հայաստանի վարչապետն ու իշխանությունը մի շարք տարրական քայլեր անգամ չեն ձեռնարկել Բաքվի բանտերում պահվող հայ ռազմագերիների համար։ Ջարեդ Գենսերն այս մասին հայտարարեց Փաշինյանի երեկվա ելույթին ի պատասխան։ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատանքային պարտականությունն է կենտրոնանալ ոչ միայն մեկ անձի, այլև Հայաստանի Հանրապետության պետական շահերի եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շահերի վրա, այո, այդ թվում համաչափորեն խելամիտ ձևով կենտրոնանալ այդ թվում մեկ անձերի խնդիրների լուծման վրա։ Եթե կա նպատակ այս տրամաբանությունը շրջել, դա ես գլխից ասեմ անիրագործելի նպատակ է։ Right now I would say that Ruben's situation is stable. Մի շարք հեղինակավոր մրցանակների դափնեկիր Ջարեդ Գենսերը, որ պաշտպանել է տասնյակ քաղբանտարկյալների շահերը ամենաբռնապետական երկրներում, այդ թվում Մյանմայում ընդդիմության առաջնորդ Դո Աուն Սան Սու Չժին, հարավաֆրիկացի հայտնի քաղաքական ակտիվիստ եւ arczepiskopos Դեսմոնդ Տուտուին, նաեւ Չեխիայի նախկին նախագահ Վասլավ Հավելին ու Մալազիայի վարչապետ Անվար Իբրահիմին իր փորձը մեջ բերելով X-ի էջում գրել է. Փաշինյանը կարող է անել մի շարք քայլեր։ Առաջարկածս գործողությունների ցանկը բխում է այլ երկրներում պահվող պատանների իրավունքների պաշտպանության իմ 25 տարվա աշխատանքի փորձից, երբ տեսել եմ, թե ինչ եւ ինչպես են այլ երկրների կառավարություններն արել իրենց պատաններին ազատ արձակելու համար։ Չէ՞ որ հայ պատանները անշուշտ արժանի են գոնե նույն օգնությանը, ինչ մյուս կառավարությունների դեպքում է եղել։ Գենսերն առաջարկում է Հայաստանի կառավարությունը հայտարարություններով շեշտի, որ Ադրբեջանի կողմից քաղբանտարկյալների եւ գերիների ազատ արձակումը առաջնահերթ խնդիր է, որ նրանց կալանավորումը քաղաքական դրդապատճառներ ունի եւ նրանք պետք է անհապաղ եւ անվերապահ ազատ արձակվեն։ Վարչապետը կարող է մամուլի ասուլիս հրավիրել քննարկելու այս բոլոր հարցերը, խոշորագույն լրատվամիջոցներից մեկում հոդված հրապարակել, հանդես գալ բոլոր այն դեպքերում, երբ կարևոր զարգացումներ են լինում։ Արցախում ընդամենը 3 ամիս պետնախարար աշխատած ու երբևէ զինվորական պաշտոն չզբաղեցրած Ռուբեն Վարդանյանին Ադրբեջանում ընդհուպ ցմահ ազատազրկում է սպառնում։ Ծանր մեղադրանքներ են առաջադրվել նաև Բաքվի զինվորական դատարանի առջև կանգնած մյուս 15 հայերին։ Ռուբեն Վարդանյանը փետրվարի 18-ին ընտանիքի միջոցով փոխանցել էր, որ հացադուլով աշխարհի ուշադրությունն է հրավիրում իր նկատմամբ դատական ֆարսի վրա։ Նրա փաստաբանը Հայաստանի կառավարությանն ուղղված իր նամակում մի քանի այլ առաջարկներ է անում։ Օրինակ, որ վարչապետ Փաշինյանը օգնություն խնդրի ԱՄՆ-ի, Ֆրանսիայի նախագահներից, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարից ու ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարից կամ էլ գերիների ազատ արձակման համար հատուկ բանագնաց ուղարկի Ադրբեջան։ Ռուբեն Վարդանյանի ամերիկացի փաստաբանն X-ի իր գրառման մեջ նաև շեշտել էր, եթե ռազմագերիների հարցը ներառված չէ խաղաղության պայմանագրում, ապա վարչապետ Փաշինյանը կարող է մասնավոր կերպով հասկացնել, որ նրանց ազատ արձակումը պետք է տեղի ունենա գործարքի ավարտից առաջ կամ ավարտին զուգահեռ։ Երեք Փաշինյանն ընդգծել էր, թե խաղաղության պայմանագրի ուղղությամբ գործադրվող ջանքերը մեկն են այն գործողություններից, որ կնպաստեն խնդրի լուծմանը։ Բացի հայտարարություններից մենք շարունակում ենք հավատարիմ մնալ խաղաղության օրակարգին, որովհետև կարծում ենք, որ դա է այն գործողությունը եւ խաղաղության մթնոլորտն է այն գործողությունը, որը կարող է այդ թվում այդ խնդիրը լուծել։ Ադրբեջանում բանտարկված հայերի շուրջ մտահոգություններն էլ ավելի սրվեցին երեկ։ Միջազգային Կարմիր խաչը հաղորդեց, թե իշխանությունները պատրաստվում են փակել Ադրբեջանի գրասենյակը։ Կարմիր խաչը միակ միջազգային անկախ կառույցն է, որն այցելում է հայ ռազմագերիներին։ Երևանում անցած շաբաթվանից ի պաշտպանություն հայ ռազմագերիների հացադուլ հայտարարած Մանեթ Հանդիլյանն ասում է, միջազգային հանրությունը ձեռքերը ծալած չպետք է նստի։ Ադրբեջանը անպատժելիության մթնոլորտում է գործում այսօր, չեմ հասկանում, թե ինչպես կարելի է դա թույլ տալ հանդուրժել, փոխարենը պիտի սանկցիաներ կիրառվի Ադրբեջանի նկատմամբ նման վարքագիծ դրսևորելու համար։ Ռուբեն Վարդանյանի համախոհները նրա առողջական վիճակի մասին նոր տեղեկություններ չունեն։ Մինչ այդ Ազատության հրապարակում արդեն 6-րդ գիշերը լուսացրած Մանեթ Հանդիլյանը Ռուբեն Վարդանյանին հեռակա խնդրում է դադարեցնել հացադուլը։ Շատ հույս ունեմ, որ Ռուբեն Վարդանյանը ականջալուր կլինի նաև բազմաթիվ այլ մարդկանց խնդրանքների, որով նրան խնդրում ենք դադարեցնել, որովհետև ինքը այ ժողովրդին ողջ է պետք։ Մենք սպասում ենք իրեն եւ ես ուզում եմ, որ սրանով նաև ինքը իմանա, որ սա միայն ես չէ, որ ասում եմ, եւ այո, մարդիկ սկսեցին դիմել իրեն։ Ադրբեջանական բանտերում պաշտոնական տվյալներով 23 հայ է պահվում, այժմ ընթանում է նրանցից 16-ի դատավարությունը։